400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400 քառակուսի մետր բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում, ապահովելով մուտքի ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը եւ քաղաքաշինական այլ նորմերը։ Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45,000 փոքր հողակտորների սեփականատերերը, 45,000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ։ Համաշխարհային բանկը հաստատել է $200 միլիոն տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը, աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ եւ համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն, որը նաեւ կունենա արտանետումների վերահսկման եւ կառավարման համակարգ։ Բացի այդ, OPEC հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար Հայաստանին տրամադրել մինչև $92.8 միլիոն համարժեք ֆինանսավորում, ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես $291 միլիոն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում։ Առանձնակի-շեշտվել է մասնավոր հատվածի հետ բանկի համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին եւ արդի մարտահրավերներին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտնել է, որ մարտի 31-ից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները։ Դրանք լինելու են շաբաթը 5 օր հաճախականությամբ։ Միացյալ Նահանգներում բենզինի միջին գինը հասել է 1 գալոնի համար $4, առաջին անգամ 2022 թվականի օգոստոսից ի վեր։ Գների աճը արձանագրվել է ազգային միջին մակարդակով, արտացոլելով վառելիքի շուկայում ընդհանուր թանկացման միտումը։ Տարածքային տարբերություններով ամենաբարձր գները գրանցվել են Կալիֆոռնիայում, որտեղ վառելիքը շարունակում է մնալ ամենաթանկը սպառողների համար։ Գների աճը պայմանավորված է էներգետիկ շուկաների ընդհանուր լարվածությամբ եւ մատակարարման սահմանափակումներով, որոնք դում են նավթամթերքների արժեքի վրա։ Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու նախագիծը։ Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեն հաստատել է նեղուցում նավագնացության կարգավորման ծրագիրը, ներառյալ Միացյալ Նահանգների, Իսրայելի կամ նախկինում Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառած երկրների հետ կապված նավերի մուտքի արգելքը։ Ծրագիրը նախատեսում է, որ վճարները պետք է գանձվեն իրանական ռիալով։ Մերձավոր արևելքում ընթացող հակամարտությունը բացասաբար է ազդում այն երկրների տնտեսական հեռանկարների վրա, որոնք նախորդ ճգնաժամերից հետո ցուցաբերում էին վերականգնման նշաններ։ Այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում։ Զեկույցի գնահատմամբ հակամարտությունը հանգեցրել է տնտեսական գործունեության խափանումների, հատկապես առավել տուժած երկրներում, որտեղ արձանագրվել են ենթակառուցվածքների եւ արդյունաբերության վնասներ։ Այս գործոնները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Զեկույցում ընդգծվում է, որ ազդեցությունը գլոբալ է, սակայն անհամաչափ։ Առավել խոցելի են ցածր եկամուտ ունեցող երկրները եւ էներգակիրներ ներմուծող տնտեսությունները։ Անցյալ տարի Ֆրանսիայում գործարանների փակման ցուցանիշն աճել է գրեթե 30%-ով ասիական մրցակիցների կողմից աճող ճնշման եւ Միացյալ Նահանգների մաքսատուրքերի ֆոնին։ Նոր բացվող գործարանների թիվը եւս նվազել է։ 2025-ին երկրում փակվել է շուրջ 160 գործարան։ Փակման կամ արտադրության զգալի կրճատման հետևանքով առավել տուժած ոլորտների թվում են ագրոպարենային համալիրները, տրանսպորտը, սպառողական ապրանքների արտադրությունը եւ շինարարությունը։ Հայաստանում աշխատանք կա, աշխատանք փնտրող կա, բայց գործազուրկների թիվն էլ մեծ է։ Ինչպես է առաջանում այս պարադոքսը։ 2026-ի մարտի 1-ի դրությամբ ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում աշխատանք է փնտրում 38191 քաղաքացի, որոնցից 28040-ը գործազուրկ է, 26361-ը անմրցունակ։ Սակայն գործազուրկի կարգավիճակ ունենալը դեռ չի նշանակում, որ տվյալ անձը իրոք աշխատանք է փնտրում կամ օրվա հացի խնդիր
ունի։ Միասնական սոցիալական ծառայությունում գործազուրկ գրանցված քաղաքացիները օգտվում են սոցիալական որոշակի երաշխիքներից, ուստի ինչ որ առումով նրանց նաև ձեռնտու է այդպես էլ աշխատանք չգտնելը։ Մենք ներկայումս որոշում ենք կայացրել հերթով անդրադառնալ մարդկանց, այսինքն իրական նպատակը հասկանալ, իրականում ուզում են աշխատել այս մարդիկ եւ լինել մեզ մոտ, թե ոչ։ Պետության տեսլականը հետևյալն է. սոցիալական հարցերի լուծումը լինելու է զբաղվածության միջոցով։ Պետք է աշխատեն բոլորը, յուրաքանչյուրն իր չափով եւ ձևով։ Պարզապես պետք է, որ գործատուն եւ գործփնտրողը գտնեն իրար։ Հաճախ նաեւ աշխատանք գտնելուն խանգարում է աշխատավարձի չափը, աշխատանքային պայմանները։ Աշխատավարձի թերհայտարարագրման դեպքեր հիմա էլ արձանագրվում են, այսինքն գործատուներն իրենց աշխատակիցներին գրանցում են մինիմալ աշխատավարձով։ Ըստ էության աշխատանքային իրավունքների ոտնահարում է քաղաքացիների եւ այլ պետական ծրագրերից օգտվելու պրոբլեմը առաջացնում իրանց մոտ։ Հիմա օրինակ նույն առողջության ապահովագրությունը 201,000-ի դեպքում աշխատում է, 150,000-ի դեպքում կամ նույնիսկ բարձր մինիմալի դեպքում չի աշխատում։ Մյուս տարվանից իհարկե կաշխատի, բայց էլի ընդեղ էլ եկամտային հարկի թաքցնելու խնդիր կա, այսինքն մենք մինչև հիմա ունենք այս խնդիրը։ Աշխատանքի պահանջարկը կախված է նաև կրթությունից ու մասնագիտական հմտություններից։ Հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ ամեն րոպե, ու նման զարգացումների ընթացքում դժվար է կանխատեսել, թե այսօր ընտրած մասնագիտությունը որքանով պահանջված եւ ակտուալ կլինի օրինակ 5 տարի հետո։ Շատ երիտասարդներ հիմա ընտրում են մասնագիտություններ, որոնցով գերբեռնված է աշխատաշուկան, ու ազատ հաստիք գտնելը բավականին բարդ է։ Հակառակ խնդիրն է մեծահասակների մոտ։ Նրանց մասնագիտական հմտություններն ու հնարավորությունները հաճախ թույլ չեն տալիս կատարել այն աշխատանքը, որը օրինակ 15 տարի առաջ կիրականացնեին փայլուն ձևով։ Դինամիկա, տեմպ ու ինքնակատարելագործում է անհրաժեշտ պահանջված աշխատակից դառնալու ու այդ դերը պահպանելու համար։ Բուհական մասով էլ պետք է հնարավորինս այդ առաջարկ պահանջարկի իրար հանդիպացնելու գործում ներդրում ունենանք, բայց էլի այդ խնդիրը ունենք։ Օրինակ մեզ գալիս է կարծիքի, ասում է խնդրում եմ տվեք աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, որպեսզի պետական պատվեր տեղադրենք, բայց այդ ինֆորմացիան մաքուր չի։ Մենք այդ իմ ասած առաջի պատճառով մենք պիտի նայենք, չէ՞, օրինակ ՊԵԿ-ի բազայում որ աշխատատեղերի վրա աճ կա եւ հետեւաբար պահանջարկ կա եւ որի վրա կա նվազում եւ հետեւաբար իդեպ նույն տեխնոլոգիական առաջընթացն է բերելու դրանից արհեստական բանականության շնորհիվ կամ պատճառով, երևի մեր դեպքում պատճառով բազմաթիվ աշխատատեղեր են վերանալու եւ մարդիկ այլևս այդ գործը չեն անելու, պիտի մարդիկ իմանան ուրիշ ինչ գործ անեն, ուստեղ մի հատ ուրիշ մեծ խնդրեմ էլ կա, քանի որ խոսքը գնաց դրան, դա նույնիսկ կանխատեսել հնարավոր չի։ Աշխատաշուկայի այս հակասական պատկերը փաստում է, խնդիրը միայն աշխատատեղերի կամ գործազուրկների թվի մեջ չէ, այլ պայմանավորված է մի շարք հանգամանքներով, երբ կրթությունը չի համընկնում պահանջարկին, երբ աշխատավարձը չի արդարացնում սպասելիքները։ Լուծումը սակայն մեկ կետում չէ, այն համակարգային է, սկսած կրթությունից ու հմտություններից մինչև գործատուի պատասխանատվություն եւ պետական քաղաքականություն։ Ահաբեկչության գլոբալ ինդեքս 2026-ի տվյալներով Հայաստանը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը, բարելավելով նախորդ տարվա դիրքը 1 կետով։ 2025 թվականին երկիրը գտնվում էր 82-րդ տեղում։ Վարկանիշում բարձր դիրքերը համապատասխանում են ահաբեկչական սպառնալիքի ավելի ցածր մակարդակին, ինչի արդյունքում Հայաստանը դասվում է համեմատաբար անվտանգ երկրների շարքին ըստ այս ցուցանիշի։ Ամենաբարձր ահաբեկչական ակտիվություն ունեցող երկրների շարքում են Պակիստանը, Բուրկինա Ֆասոն
Կոնգոն եւ Նիգերը, մինչդեռ ամենացածր ցուցանիշներ արձանագրվել են Ուրուգվայում, Զիմբաբվեում եւ Վիետնամում։